Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Խոսում ենք թվերի մասին, բայց թվերը բավականին փոքր են, ինչքան էլ շատ մասնակիցներ կան, տարբեր դերակատարներ կան։ Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 72,000 էր, այսինքն այն անձանց, ովքեր աշխատում էին 56,000 մարդեր եւ աշխատանք էին փնտրում, պաշտոնապես գործազուրկ էին, եւս 16,000։ Իսկ ընդհանրապես աշխատունակ բնակչության թիվը 105,000 էր, այսինքն դրա մեջ մտնում էր 16-ից 63 տարեկան բնակչությունը, հանած անաշխատունակ մարդիկ։ Սա բավականին մեծ թիվ է, հաշվի առնելով, որ ընդամենը 25,000 է հունվարի տվյալներով, 25,000 զբաղված ունենք այսօր Հայաստանում, բնականաբար կլինեն մարդիկ, որոնք նաև զբաղված են, բայց պաշտոնապես դա չի երևում, բայց ամենայն դեպս բավականին փոքր թիվ է, մոտավորապես 35%-ն է աշխատունակ բնակչության այսօր ներառված, ոչ թե տնտեսապես ակտիվ բնակչության 35%-ն է ներառված աշխատաշուկայում։ Մի ուրիշ խնդիր էլ ունենք, Արցախում բնակչության 60%-ը մոտավորապես գյուղական բնակչություն էր եւ ինքը ուներ իր սեփական հողերը, ուներ իր նաեւ զբաղմունքը, եթե պաշտոնապես աշխատող էլ չէր, իր այգին ուներ, իր բանջարանոցը ուներ, իր անասուններ ուներ։ Հայաստանում փաստորեն այս ամբողջ տեղահանված բնակչությունը սեփական գյուղատնտեսական հող չունի, Հայաստանն էլ սակավահող երկիր է եւ սա նույնպես խոչընդոտ է, որ գյուղական բնակչության մի զգալի մասը, որը ուրիշ բան ուներ, զբաղվածություն ուներ, ամբողջովին փոխվել է եւ հնարավոր է այդ ամբողջ գյուղական բնակչությունը այսօր դարձյալ քաղաքային բնակչություն, քաղաքային բնակչությանը հարիր խնդիրներով եւ զբաղվածության լրացուցիչ խնդիրներով։ Կանանց մասին ծրագիրը նշեցիք, որ կանայք թիրախում են, ես մի այսպիսի կիսազվարճալի պատմություն եմ հիշում կանանց զբաղվածության հետ կապված 20 թվականի պատերազմի ժամանակ, երբ կանայք եւ երեխաներ տարհանվել են դեպի Հայաստան, բազմաթիվ կազմակերպություններ կանանց հետ սկսեցին տարբեր աշխատանքներ եւ հիմնականում մատնահարդարման, վարսահարդարման դասընթացներ էր եւ Արցախում տարբեր գյուղեր այցելելիս պատերազմից հետո 20 թվականի ամեն գյուղում մի քանի վարսահարդարման կետ է տեսնում եւ Թաղավարտ գյուղ ունենք, որ երկու մասի էր բաժանվել, վերևը թշնամին էր, ներքևը մենք էինք, այստեղ զինվորները դեմ դիմաց կանգնած էին պաշտպանության բանակի ու ադրբեջանցի, եւ մի քիչ ներքև գյուղի մեջ ինչ որ մատնահարդարման տեղ կա, որտեղ այդ տրեյնինգներով սովորած հիմա կանանց աշխատատեղերի մասին կենտրոնանում ենք, հատկապես մեր վերջերս կանադա դեսպանի հետ զրույցի ժամանակ էլի կանանց զբաղվածության խնդրին անդրադարձա, որ պետքա չգիտեմ կանանց գենդերային եւ այլն, բայց մոռանում ենք, որ դրանով նույնիսկ այդ գենդերային բանը խախտում ենք, որտեղ տղամարդիկ ավելի խոցելի վիճակում են հայտնվել այսօր, շատ տղամարդիկ պատկերացեք համեմատաբար ավանդական հասարակություն, որտեղ տղամարդու դերը ընտանիքում բարձր էր եւ այսօր տղամարդկանց համար ծրագրերը համեմատաբար քիչ են եւ դա լուրջ խնդիրներ է առաջացնում նաեւ այս դաշտում։ Եվ մի շատ կարևոր խնդիր կա, որը նույնպես անտեսում ենք, սա միայն արցախցիներին չի վերաբերում, ամբողջ Հայաստանին է վերաբերում, պահեստազոր անցած զինծառայողների խնդիրն է, թե սպաների, թե պայմանագրայինների, որովհետև բավականին երիտասարդ տարիքում Հայաստանում հնարավոր է պահեստազոր անցնել, ասենք 37 տարեկան, չէ, 17 տարեկանից ընդունում են Վազգեն Սարգսյանի ինստիտուտ, 20 տարի ծառայություն եւ չէ, 17-ից Վազգեն Սարգսյանի ինստիտուտ, հա, հիմա 18, բայց օթոշակի անցածները 17 տարեկանից են այն ժամանակ ընդունվել, ճիշտ եմ ասում, պարոն գնդապետ, եւ 37 տարեկանում մեծ հաշվով տեսականորեն կարող են անցնել պահեստազոր եւ այս սպաների վերաբերյալ երևի եթե պաշտպանության նախարարությունը համաձայնի մի առանձին քննարկում սրա շուրջ անցկացնենք, սա ամենալուրջ խնդիրն է, որ պահեստազոր արձակվելուց հետո մեր սպաների հետ
լրացուցիչ աշխատանք չի կատարվում, որպեսզի նրանց հարմարեցնենք աշխատաշուկային։ Այստեղ ես տեսնում եմ գնդապետներ, որոնք 3 տարբեր սերունդների են պատկանում։ Պարոն Սաֆյանի սերունդը, որ պատերազմը սկսելու ժամանակ արդեն կայացած էր, անձամբ պարոն Սաֆյանը արդեն գիտությունների թեկնածու էր, դասավանդում էր եւ այլն, պատերազմը սկսելուց հետո դարձավ ՍՊԱ գումարտակի հրամանատար եւ մասնագիտությամբ աշխարհագրության մասնագետը, հետագայում դարձավ բանակի տեղագրության բաժնի պետը եւ մեծ հաշվով ինքը արդեն որոշակի կենսագրություն ուներ որպես մասնագետ։ Գնդապետ Սուհենյանի սերունդը, որոնց 17 տարեկանից վերցին, Արցախում ծառայություն 17 տարեկանից է, տարան մի քանի ամիս գեներալ Իվանյանը դասընթացներ անցկացրեց, ՍՊԱ-ի աստղեր տվեց, ուղարկեց բանակ, հետո նրանք ամբողջ կյանքում սովորելու են վերապատրաստման դասընթացների միջոցով, այսինքն այս մարդիկ դուրս գալուց հետո քաղաքացիական կյանք էլի կարիք ունեն վերապատրաստման, որպեսզի քաղաքացիական մասնագիտություններ դեպի ուղղորդվեն։ Եվ գնդապետ Մարտիրոսյանի սերունդը, որը 17 տարեկանից գնաց Վազգեն Սարգսյանի ինստիտուտ սովորելու, հետո ամբողջ չնայած Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը նաև քաղաքացիական մասնագիտացում էր տալիս, բայց դա հավանաբար միայն թղթի վրա։ Եվ հետևաբար այս մարդիկ արձակվելուց հետո ծառայությունից կարիք ունեն հատուկ ուշադրության, հատկապես պաշտպանության բանակի եւ պատերազմում ներգրավված կորպուսների զինծառայողները, որոնք նաև պարտության հետևանքներն են ճաշակել եւ հոգեբանական խնդիրներ նույնպես կարող են ունենալ։ Սա բնականաբար ձեր ոլորտներին չի վերաբերվում, սա ուղղակի ընդհանուր զբաղվածությունից խոսում ենք։ Ես կխնդրեմ մեր մասնակիցներին իրենց հարցերը ուղղել բանախոսներին, այս ֆորմատով փորձենք շարունակել։ Գնդապետ Սահակյանը նմանապես 17 տարեկան սպաների ցանկից։ Խնդրեմ, համեցեք։ Հա, համեցեք։ Մի քիչ կարող է գուցե մեզ առնչվել այն առումով, որ Պահեստազորի սպաներ ունենք, որ Զինղեկի իհարկե հիմա մի քիչ չափորոշիչը փոխվելու հետ առարկայի տրամաբանությունն էլ է, բայց մեկը իրանք երբեմն համապատասխանում են, որտեղ այնտեղ կրթության պահանջ կա, բացի մասնագիտականից։ Այո։